Մենք ստացել ենք 71 առերևույթ խախտում։ Քարոզարշավի ընթացքում արձանագրված 71 խախտումների մեծ մասը իշխող ՔՊԻ-ն է վերաբերում։ Հայտարարում են արդար քվե դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Նրանց դիտարկած ժամանակահատվածը մայիսի 8-ից 14-ն է։ 16 դեպք մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման առումով, 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով եւ այս ամենը հիշեցնեմ, որ ընդամենը 7-8 օրվա պատմությամբ։ Խախտումների երրորդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է։ 7 դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ասում է արդար քվեի ղեկավարը։ Դիտորդական առաքելությունը ՔՊԻ թույլ տված իրավախախտումների հիմքով 2 դիմում է ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ մեկը, որ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական կայքեջով է կատարում իր ընտրարշավը, իրականացնում իր ընտրարշավը եւ հաջորդը առանց սեփականատերերի համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է նրանց սեփական տարածքներին։ Այդ դիմումներին ի պատասխան կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել, այսինքն չի նախաձեռնել իր անձնապես ոնց որ իր կողմից վարչական վարույթ։ Խախտումների մանրամասները արդար քվեն կհրապարակի զեկույցում, մինչ այդ ներկայացնում են այն հարթակն ու թեժգիծը, որոնք ստեղծվել են ընտրախախտումների գրանցման համար։ Այս դեպքերը ամեն վայրկյան կարող են շատանալ եւ յուրաքանչյուր մեկը կարող է այստեղ մուտք գործել եւ տեսնել, թե հատկապես որ փաստն է արձանագրված այստեղ եւ որ մասում։ Արդար քվե դիտորդական առաքելությունը ստեղծվել է երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը ոչ միայն վերահսկողական մեխանիզմ է, այլև կրթական հարթակ, որտեղ երիտասարդները ձեռք են բերում գործնական հմտություններ, այդ թվում ընտրական իրավունքի, դիտորդական էթիկայի վերաբերյալ։ Պետք է գնալ ընտրատեղամաս, պետք է քվեարկել եւ պետք է նաեւ կարողանալ իրականացված քվեարկությունը պաշտպանել, քվեն պաշտպանել։ Իրավիճակ կարող եք փոխել միայն ընտրություններին ակտիվ մասնակցելով, ընդգծում են հանրային գործիչներն ու հանրային նախաձեռնություններ ներկայացնողները։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։